2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվեց Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Երեկ լրացավ չարաբաստիկ սպանության 3-րդ ամիսը, սակայն մինչ օրս չկան պատվիրատուն կամ պատվիրատուները։ Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներն Արեգ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի հարազատները շարունակում են պնդել, որ գործով կան պատվիրատուներ։ Սպանության գործով կալանավորված Արեգ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է ու համայնքում տարածված լուրերի Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր անց երկիրը լքել է, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս, սակայն իրավապահ համակարգը դեռ լռում է ու լռում, թե ինչ գործողություններ են անում կասկածելի անձի սպանությունից 10 օր առաջ երկիրը լքելու մասով, անում են թե ոչ, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ՔՊ անդամ է, մատը մատ ինչ են տալիս։ Ավելին, սպանությունից անցել է 3 ամիս և իրավապահները շարունակում են Մերձավանում սպանության գործով կալանավորվածների և սպանության գործում ենթադրյալ մասնակցություն ունեցող անձանց տների մոտ հսկողություն իրականացնել, հնարավոր վենդետան կանխելու համար։ Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Իրավապահ համակարգից Արմրու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն օրերս ներքին գործերի նախարարություն են հրավիրել սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Լյովա Գրիգորյանին և փորձել են խոսել նրա հետ իր որդու սպանության գործով կալանավորվածների և առհասարակ հնարավոր կապ ունեցող անձանց ընտանիքների Մերձավան համայնք վերադառնալու հարցի շուրջ։ Արդյունքում իրավապահ համակարգը հասկացել է, որ Մերձավանում կրքերը չեն հանդարտվել և գործով կալանավորված անձանց հարազատների կամ առհասարակ Ախտոյանների վերադարձը Մերձավան համայնք վտանգավոր է։ Ուստի վերահսկողությունը շարունակվում է, իսկ նրանք շարունակում են չվերադառնալ համայնք։ Քրեական գործով նախաքննությունը քննչական կոմիտեում, ինչպես հայտնեցին Արմրու լրատվականին, շարունակվում է։